Շնորհազարդ ոգեշնորհ եւ արժանապատիվ հայրեր, Ֆրանսիայի իշխանության պատվարժան ներկայացուցիչներ, սիրելի բարեպաշտ հայրենիներ, գոհություն եւ փառք ենք մատուցում Բարձրյալին, որ մեզ նարի տնձեռեց վերստին այցելելու Ֆրանսիայի հայոց թեմ, Մարսելի սրբոց թարգմանչած եկեղեցի, Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր սերն ու օրհնությունը բերելու ամենքին եւ ձեզ հետ աղոտ բարձրացնելու Աստված այս հոյակեր տաճարի նվիրական կամարների ներքո։ Մեծ մխիթարություն է հայրապետիս համար, որ ամուր է ազգանվիրունի և եկեղեցասիրության ոգին Ֆրանսիայում բնակվող մեր հավատավոր զավակներին, ինչի լավագույն վկայությունն է հայոց եկեղեցու հովանու ներքո ձեր աշխույժ ազգային հոգևոր կյանքը։ Իսկ յուրս աշխարհի անոր հայության կյանքում առաքելական մեր սուրբ եկեղեցին է, որ տերունապատվել առաքելությամբ համախմբում է հայ ժողովրդին եւ Աստծո օրհնաբեր աչքի ներքո անսասան պահում նրա ազգային քրիստոնեական դիմագիծը։ Դարեր շարունակ եկեղեցին է եղել եւ այսօր էլ շարունակում է լինել մեր ժողովրդի կրթողն ու դաստիարակը, հավատով եւ ազգային արժեքներով սնուցող։ Եկեղեցին է, որ զորացնում է ամենքից դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում, քաջալերում եւ ոգեշնչում է նոր արարումների, հանուն ազգիս բարոր ներկայի եւ պայծառ գալիքի։ Եկեղեցին սոսկ քարեր կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի հավատավոր զավակներ, բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո գործերով, առաքելական խոսքի համաձայն տաճար եք ոգույն սրբով, անդամները Քրիստոսի խորհրդական մարմնի։ Արդարև մեր ժողովրդի դարավոր պատմությունը հար եւ նման է փրկչի երկրավոր կյանքի ընթացքին։ Եղել են չարչարանքներ, զրկանքներ ու փորձություններ, ցեղասպանության գողգոթա, բայց հարության հավատքի հաղթանակն է պսակել հարատեվությունը մեր ժողովրդի եւ մեր սուրբ եկեղեցու, ամրապնդելով մեր ընթացքը դեպի բարոր ու լուսավոր կյանք։ Այսօր նույնպես մեր հայրենիքը եւ հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող 5 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի, Արցախի հայաթափման եւ մեր հոգեվոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս արնահոսում են ազգիս զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայրենիների ազատ արձակման եւ չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, որոնք կարող են ամենքից միասնական ջանքերի եւ հետեւողականության։ Հայրենիքում տիրող դժվարին իրավիճակում խիստ մտահոգիչ է նաեւ իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։